Ողջույն ձեզ սիրելի հայրենակիցներ, քույրեր եւ եղբայրներ։ Այսօր ձեզ համար կընթերցեմ Գործք առաքելոց 4-րդ գլխի 10-ից 12 համարները, որտեղ արձանագրված է, որ կա ընդամենը մեկ անուն այս աշխարհի վրա մարդկության փրկության համար։ Թող հայտնի լինի ձեզ ամենիդ եւ բոլոր Իսրայելի ժողովրդին, որ Հիսուս Քրիստոսն նզորվեցու անունով, որին դուք խաչեցիք եւ որին Աստված հարություն տվավ մեռելներից, նրանով սա հիմա ձեր առաջին առողջ կանգնած է։ Նա ձեզանից շինվողներից հետ անարգված քար, որ անկյունի գլուխ եղավ։ Էլ մի ուրիշ ոչ մեկով փրկություն չկա, եւ ուրիշ անուն էլ չկա երկնքի ներքևում մարդկանց տրված, որով կարելի լինել մեզ փրկվել։ Այսօր կարող ես լսել շատ հնարավոր կերպեր փրկության համար։ Սա աստվածաշնչյան չէ, սա սատանայի մոլությունն է, սատանայի սուտը։ Սուրբ Գիրքն ասում է, որ կա ընդամենը մեկ անուն՝ Տեր Հիսուս Քրիստոս, որին մարդիկ խաչեցին եւ Աստված հարություն տվեց։ Նա հավիտենական Աստված է, որովհետեւ միայն Աստված կարող է մարդու մեղքերը ներել։ Եվ կա ընդամենը մեկ անուն հայտնված մարդկանց մեջ՝ Հիսուս Քրիստոս, ով անարգվեց մարդկանց կողմից, սպանվեց եւ Աստծո կողմից հարություն առավ։ Չկա ուրիշ մեկ անուն։ Եթե դու փորձես որևիցե կերպ փրկություն խնդրել, ապա ձախողվելու ես, խաբվելու ես, որովհետև կա մեկ հավիտենական ճշմարտություն՝ Հիսուսն է փրկիչը մարդկության, որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց, որ ամեն նրան հավատացողը չկորչի, որովհետև Աստված իր որդուն չուղարկեց աշխարհ, որ աշխարհը դատի, այլ որ աշխարհը նրանով փրկվի։ Մենք դատապարտվում ենք չհավատալով, երբ որ հավատում ենք, մենք դատապարտությունից ազատվում ենք։ Իսկ նա, ով դատապարտությունից ազատված է, Հիսուս Քրիստոսումն է, իսկ Հիսուս Քրիստոսում եղողների վրա չկա դատապարտություն։ Նրանք, ովքեր որ սիրված են Աստծուց, նրանք սահմանված են փրկության համար։ Եվ մենք գիտենք, որ այդ մեկ անունով է գալի փրկության օրհնությունը իմ եւ քո կյանքիդ մեջ։ Սիրելի ընկեր եւ սիրելի բարեկամ, որևիցե բարի գործ, որևիցե բարոյական կերպար կերտելը մեզ չի տալու հավիտենական կյանք, չի տալու մեղքերի թողություն, այլ կա մեկ անուն, որին որ պիտի հնազանդությամբ մոտենաս, հավատքով մոտիկանաս, խնդրես, որ քո մեղքերը ների, թանկագին բարեկամ, եւ այդ մեկ անունը Հիսուս Քրիստոս է։ Եվ այսօր կոչ եմ անում Սուրբ Գրքի օրհնյալ ներկայությամբ, որ դու հավատաս Հիսուս Քրիստոսին, խոստովանես քո մեղքերդ եւ խնդրես Տիրոջը Հիսուս Քրիստոսին, այն միակին, անփոփոխելի ճշմարտությանը, որ ների քեզ եւ հավիտենական կյանք պարգևի։ Թող Տերը օրհնի քեզ, բացի քո հոգեվորականջները, բացի քո հոգեվոր տեսողությունը, որ դու Սուրբ Գրքի Քրիստոսին ճանաչես։ Թող փառքը, պատիվը, մեծությունը լինի Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն։ Ամեն։